Բարևներ բոլորիդ, հետաքրքիր գեոքաղաքական իրադարձություններ են զարգանում, բավականին տագնապալի, որքան էլ որ չենք ցանկանա նման ելք ունեցող իրադարձություններ, այնուամենայնիվ այդ իրադարձությունները մեր աչքի առջև տեղ են ունենում, եւ ես կփորձեմ դրանց հնարավորինս հակիրճ անդրադառնալ, հետևություններ անելով մեր վերաբերյալ, մեր տարածաշրջանի վերաբերյալ, ինչին պետք է պատրաստ լինենք, ինչպես պետք է պատրաստ լինենք, երբևէ չեմ հոգնի այս թեմայով զրուցելուց, երբևէ, որովհետև ես տեսնում եմ ահագնացող վտանգը մեր հանդեպ եւ տեսնում եմ որոշ ընդդիմադիր կոչվող ճյուղի կողմից եւ իշխանության կողմից նույն քաղաքականությունը, ինֆորմացիոն, ինչպես որ Արցախյան պատերազմից առաջ էր, ինչպես որ Հայաստանի Հանրապետության տարածքից կտորներ թուրքերին տրամադրելու, որոշ մասեր դե յուրե, որոշ մասեր դե ֆակտո, այսպես կոչված խաղաղության պայմանագրի սցենարը խաղալու ընթացքում տրված հատվածներ, բանավոր խոստումներ, ամենավերջինը Ալբանիայում տեղի ունեցած այդ տխմար դավաճանի հանդիպումը մեր հանդեպ միանգամայն բաց կերպով թշնամական քաղաքականություն վարող, իրար հետ շատ սերտ ռազմական համագործակցության մեջ գտնվող, ռազմավարական համագործակցության, որ պետք է տանի իրենց երկու պետություն մեկ ազգ հիմունքով միաբանվելու պանթուրանիզմի հիմքերի վրա մեծ թուրան ստեղծելուն, ինչը արևմուտքը հստակ ձևով խթանում է, որովհետև հետապնդում է թե Իրանին, թե Ռուսաստանին, թե Չինաստանին միաժամանակ մեծ վտանգ հասցնելու քաղաքականություն։ Եվ ուզում եմ առաջին կետը նշել, որ այսօր տխմարը խոսեց խաղաղությունից։ Ինչ էին քննարկում մարդիկ, քննարկում էին հարսանիք, Վիվարոյի Վիգենի ինչ-որ տենց ազգականի եւ այլն, Վիվարոյի Վիգենը վաղուց թուրքերի տակ է, ես վաղուց անդրադարձել եմ, որ նրա հովանավորմամբ ոչ միայն գործում են իշխանական գիծ տանող օղակներ, այլ ընդդիմադիր մամլո միջոցներ, եթե քննելիս լինեք, եթե ժամանակ ունեք իսկապես ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու, կտեսնեք, որ կան ընդդիմադիր մամլո միջոցներ եւս, որտեղ ֆռում են Վիվարոյի Վիգենի փողերը, իսկ Վիվարոյի Վիգենի փողերը ֆռում են, որովհետեւ թուրքերը տիրություն են անում Վիվարոյի Վիգենի փողերին, որպեսզի նրանք ֆռան։ Մենք շատ գերեվարված վիճակում ենք, ավելին քան պատկերացնում ենք, ավելի քան մենք խոսում ենք այդ մասին կամ կարողանում ենք հասկանալ, որ այդ պատկերացումն է, որ պետք է մեզ մղի ինչ-որ գործողության, այլ ոչ թե ինչ-որ անձապաշտական շատ նեղ անձնական հաշվարկներից բխող լիքը փողթափած վիճակներ։ Ուրեմն տխմարը խոսել է խաղաղությունից, ինքը պրյամ ասում է բոլոր սադրանքները դրանք ոչինչ են, միևնույն է Ադրբեջանի հետ խաղաղությունը կկայանա, ամենամեծ սադրիչը Ադրբեջանն է, հենց ինքն էլ սադրում է, հենց իր իսկ առաջ բերած այս խաղաղության համաձայնագիր կոնցեպտը, ինքը հենց խախտում է, ինքը հենց պահանջներ է ներկայացնում, քանիցս հրաժարվում է իր իսկ նախապես հայտարարված կետերով գալ համաձայնության։ Եթե հետևելից լինեիք, որ շատ ցանկալի կլիներ, որ լինեիք իրավամբ, այլ ոչ թե արտագրոցիներով, այլ իրավամբ խորությամբ բանակցային գործընթացը, որ օրինակ վարում է ԱՄՆ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ, կամ այն ինչը որ բանակցվում է Իսրայելի եւ Համասի միջև, դուք կտեսնեք, որ նույն օրինաչափությունն է, այսինքն այս կողմը ինչ որ պահանջներ է ներկայացնում, մյուս կողմը անգամ համաձայնության դեպքում հենց իրենց առաջադրած, հենց առաջարկողը, ով որ առաջարկել էր, ինքը հրաժարվում է, որովհետեւ նպատակը ոչ թե համաձայնագիրն է, նպատակը ոչ թե միջազգային իրավունքի նորմերով սահմանված հարաբերություններ հաստատելն է, ոչ թե իրավունքին հետևելն է եւ դրա հիման վրա տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելն է, այլ ընդհակառակը տարածաշրջանային մեծ ճգնաժամ ստեղծելն է, որը պետք է վերափոխվի ավելի էսկալացիոն բնույթ ստանա, կլանի ավելի շատ երկրներ, խթանի, որպեսի Պարսից արաբական երկրները ի վերջո ամենի նախագծած նատոյական ֆորմատի ռազմական համագործակցության փուլի անցնեն, դա պետք է ուղղված լինի ընդդեմ Իրանի, ինչպես որ Եվրամիությունը այսօր Մեծ Բրիտանիայի հետ միասին հանդես են գալիս ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի հետ
չլինի որևէ համաձայնություն, չլինի անգամ որևէ զինադադար, այլ շարունակվի պատերազմը, այսինքն իրենց նպատակը շարունակական պատերազմն է, այսինքն ցանկացած խոսույթ, որ առաջ է բերվում որպես բանակցություն, հանուն խաղաղության, հանուն ինչ-որ կայունության, անգամ հանդիպումներ, անգամ կանգնում իրար կողքի, թեկուզ ժպտում են, թեկուզ ինչ-որ այսպես ստատուսներ է գրվում, թեկուզ երկար հեռախոսազանգ Տրամպի եւ Պուտինի միջև 2.5 ժամ տևած, մարդիկ աշխարհի բոլոր անկյուններից դա հետևում են, սպասում են երբ կավարտվի, որ կողմ ինչպիսի հայտարարություն կանի եւ չանցած մեկ շաբաթ մենք տեսնում ենք Տրամպի ինչ-որ հայտարարություն, տեսնում ենք Եվրոպայի կողմից, ՆԱՏՕ-ի կողմից սադրանք, այսինքն Ուկրաինային խրախուսվում է կատարել սադրանք, որին ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը կատարում է ինչ-որ քայլ, նույնը Գազայի թեմայով կամ Իրանի թեմայով, տարածաշրջանում, Սիրիայի դեմ, Լիբանանի դեմ, եւ հենց կատարվում է այդ պատասխանը, անմիջապես մյուս կողմը ասում է, որ ինչպես կարող ենք բանակցել, ինչպես կարող ենք ինչ-որ կետի շուրջ համաձայնել, դա հնարավոր չէ, այսպես Տրամպը խոսում է, օրինակ ասում է, ես չեմ հասկանում ինչ է կատարվում Պուտինի հետ, իր հետ խոսում է, ինքը որոդի սենց ամեն ինչ լավ էր ու մեկ էլ սենց ինչ-որ փոխվեց, դա ինֆորմացիոն պատերազմ է։ Նախ եւ առաջ դա ուղղված է իրենց իսկ ներքին հանրությանը ներկայացնելու, որ մենք իսկապես ջանքեր ենք անում խաղաղություն հաստատելու, որովհետեւ այդ հանրությունները հոգնած են շղթայական շարունակական պատերազմներ, որպես հարկատուներ հովանավորելուց, որովհետեւ դա կոնկրետ անդրադառնում է նրանց տնտեսական աճի զարգացման, գլոբալ ֆինանսատնտեսական համակարգերի կայունության վրա, եւ նրանց պետք է ապացուցել, որ ահա դիմացինի հետ հնարավոր չէ բանակցել, ինչպես որ Ալիևն էր ասում, քանի որ նրանք ֆաշիստական պետություն են, ես ուրիշ ճար չունեմ, բացի հարձակվելու, դա դեռ վաղուց էր ասում։ Այդ հիմա այսօրվա Դավաճան Նիկոլի հայտարարությունը, որ այ թող սադրիչները չփորձեն, այ մենք խաղաղություն անպայման կկայացնենք եւ այլն, դա կոպիտ ասած իշմար է տալիս իր թուրք գործընկերներին, որ ամեն ինչ նախապատրաստված է, կարող եք հարձակվել։ Շատ արագ ձևով Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ Սիրիայի տարածքում հավաքագրվում են վարձկանական հսկայական բանակներ, որոնք կոչվելու են օրինակ ինչ-որ տենց Սիրիայի բանակ, այսինքն մի մասը դառնալու է իբրև թե Սիրիայի բանակ, իսկ իգիլին օգտագործելու են։ Վարձկաններին օգտագործելու են, որտեղ են օգտագործելու։ Իրան, Հայաստան, տխմարը պատերազմ է սկսում, այսինքն այն, որ ընդդիմություն իշխանություն պասերով կխաղան, որ նրանք ասում են համաձայնագրի կետերը ենթադրում են սահմանադրության այսինչ հոդվածի փոփոխություն, նրանք ասում են ԵԱԿ համանախագահողների խմբի ցրում, նրանք ասում են եւ այլն, թե նրանք ինչ են ասում, կամ սրանք այս կողմից ինչ են պատասխանում, կամ ինչ, դա ընդհանրապես այն ինֆորմացիոն շղարշն է, որը քողարկում է բուն պատերազմական գործողություններ իրականացնելու ճանապարհով Հայաստանի տարածք ներխուժելու թշնամական ծրագրերը։ Տեսակ, ինչպիսի էվոլյուցիա ենք ապրել 7 տարվա մեջ, որ այս մասին ես ինձ հանգիստ, ձեզ պատմում, մի նախադասությամբ ձեզ ասում եմ, ինչ է գալիս։ Ու կներեք, բայց թուրքական նախատեսվող հարձակումը, այսինքն եթե թուրքը խոսում է խաղաղությունից, դա հունական ասացվածք է, հույները շատ ավելի իմաստուն են, քան բոլոր չնդիմադիրների իշխանություն եւ այլն միասին վերցված, ցավոք սրտի եմ ասում, Իրան դուք էլ քան խելք ունեք, բայց այդպիսի օրինաչափություն կա, Բալկաններում էլ կա այդպիսի օրինաչափություն, արաբական աշխարհում էլ կա, Իրանն էլ գիտի այդ ասացվածքը։ Թուրքը խոսեց խաղաղությունից, պետք է պատրաստվես պատերազմի։ Հիմա թուրք Նիկոլը խոսել է խաղաղությունից։ Ես ուզում եմ հասկանամ, դուք ինչին եք պատրաստվում։ Դուք, որ պատրաստ եք ամեն տեսակ բամբասանքներ, գցեք հրապարակ ու սարքեք քաղաքական դաշտի ծամոն, բերնի ծամոն, 2018-ի Թավշյա ժամանակների խոսույթը։ Դուք Սերժ եք մերժում։ Իմ պես մարդկանց, ովքեր սա նշում են, դուք почему-то ձեզ իրավունք եք վերապահում, անվանեք սիերժական կամ եսիմինչական, դուք եսիդուքոչական եք, օքեյ։ Դուք եսիմինչական եք։ Ես ատելով ատում եմ բոլոր այն Մոսկվա բնակ իրանց էլիտա համարող կուտոկներին, ովքեր Մոսկվայում լոբինգ են արել, եւ այդ կուտոկները բիզնես են անում թուրքերի, ադրբեջանցիների եւ կասկածելի գործունեությամբ զբաղվող իսրայելցիների հետ,
ովքեր միացյալ ջանքերով թավիշ են արել իմ երկրում։ Ես ոչ մի իշխանության օրոք, ոչ մեկի մոտ ես չեմ աշխատել, ես ոչ մեկական չեմ, ես հայաստանական եմ։ Եթե դրանից ձեզ ցավում է, ես ուզում եմ այնպես ցավը, որ դուք սատկեք։ Որտեվ այն ցավը, որ դուք եք պատճառել, դա դեռ ախտանիշ է այն արհավիրքի, որը գալիս է մեր վրա, մեծ լայն քայլերով, ասած Էրդողանի, գալիս է շատ արագ, գալիս է շատ անսպասելի եւ գալիս է գիշերով։ Դուք Մոսկվայում նստած Հայաստանում ռեյտինգ չունեցողները, դուք Մոսկվայում նստած ում Հայաստանի ժողովրդի ճակատագիրը, ոնց ասեմ, դուք չեք հասկանում։ Ու դուք էլ այնպիսին չեք, որ ստեղ ներկայացնում եք Ռուսաստանաբնակ հայերի ամբողջական իրավունքները եւ այլն եւ այլն։ Այդ ձեր վսակամերյան, որ շատ գեղցի որակավորման բա, որտեվ ես ապրել եմ Մերձավոր Արևելքի հայ սփյուռքում, ես ապրել եմ Եվրոպայում, ես ապրել եմ Ամերիկայում, ես աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ համայնքի հետ շփվել եմ, աշխատել եմ եւ այլն, ձեր նման ցիցո, պանտովի, թիթիզ, դաժե ռուսների ստեղի ստանդարտով, որ այդ 90-ականների մեջ մտած ճղճիմությունը, այդ ձեր այդ պահվածքը ոչ միտեղ չկա, դա արդարացված չի, դուք պետքա դա, ոնց ասեմ, դե շռայլությունը ունենաք ձեզ, այդպես պանտավացը ըլնելու, դուք չունեք դա, դուք քանդել եք իմ հայրենիքը, ձեր ընտրությունների թեմա երկելու 2021-ի հետևանքով հանձնվել է Արցախը, ու ես պետքա դրա մասին non-stop խոսամ, որտեվ հիմա հանձնվելու է Հայաստանը, որտեվ ոչ ոք ոչ մի համաձայնագիր չի պատրաստվում ստորագրի։ Ինքը խոսացել է խաղաղությունից, որովհետև թուրքը պատրաստվում է պատերազմի։ Նա պատրաստվում է փակել ռուսական ռազմաբազան, դուրս հանել ռուս սահմանապահներին։ Ձեզ չի հարցնում, ձեզ բանի տեղ չի դնում, դուք զբաղված եք Սերժիկ Միրժում, դուք դես կարևոր է ձեր անասուն կյանքի համար, ձեր բոմժ կյանքի համար, որտեղ դուք մեծապատիվ մուրացկաններ եք, դուք պետություն հայրենիք չգիտեք ինչ է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտ։ Ուրա վարչապետի միասնական թեկնածուն, արհավիրք է գալիս, իդեպ այստեղ արհավիրքի մասին խոսելիս մի հատ այսպես հատուկ լուսավորեմ անասունի Վաստակ Կոկոլիկին, հիշում ես Եթիմի Վաստակ, որ ասել էր բոլոր նրանք, ովքեր գեոքաղաքականությամբ են զբաղվում, վաղուց բացահայտել են, որ գեոքաղաքականությամբ զբաղվելով արդյունքներ չես ունենում ու դրա համար մենք որոշել ենք գեոքաղաքականությամբ չզբաղվենք։ Որի կուլմինացիան օրինակ քո կողմից դեսպան նշանակված որևէ դիվանագիտական հատկություններ չունեցող, որևէ կրթություն, որևէ ձիրք բնական տաղանդ չունեցող, մի անգույն թուրքերի կողմից զատված sense հատուկ ընտրված կերպար, մակունցը ինչ էր ասել, եթե Ադրբեջանը հարձակվի, Թուրքիան չի մասնակցի։ Ու դա հիմա դեսպանը նստած ամենում։ Հիշում ես, որ գեոքաղաքականությամբ որոշեցիր չզբաղվել ու այդ սաղ ազգը, որ հիմա ընկել ուրիշի ջեբն ա գցում, Նիկոլին բերել, ինքն ա բերել, բայց ծափ էր տալիս, ումա պետք գեոքաղաքականությունը։ Հիմա ձեզ այսպիսի հետարքիր փաստարկ բերեմ, JP Morgan-ը աշխարհի լավագույն ամենաառաջատար ներդրումային բանկերից մեկը հայտարարել է պաշտոնապես, պրես ռիլիզով, բացման արարողությամբ, ներգրաված գիտաշխատողներին ներկայացնելով մեծ հպարտությամբ, բանկը բացել է գեոքաղաքական ուսումնասիրությունների հետազոտությունների կենտրոն, որտեղ կենտրոնացնելու է լավագույն մարդկային ռեսուրսը, այդպիսի մասնագիտացմամբ, որովհետև աշխարհը այնպիսի դինամիկ կերպով է գործընթացների մեջ ներգրաված եւ դրանք այն աստիճան են ներազդում միջազգային շուկայական տենդենսների վրա, որ առանց այդ ոլորտի ճշգրիտ եւ ժամանակի առումով ճիշտ կատարված վերլուծությունների հնարավոր չէ ճիշտ խաղադրույքներ դնել։ Հնարավոր չէ ճիշտ տնտեսական գործունեություն վարել։ Հիմա JP Morgan-ում դեբիլներ են նստած կոկոլ ու կեկել, երկու անասուններ, Չաուշեսկուներ։ Այնտեղ դեբիլներ են, այդ մարդիկ չեն հասկանում։ Ոնց կարելի է գեոքաղաքականությամբ չզբաղվել։ Նույն հարցը ես դիմում եմ ընդդիմությանը։ Ձեզ պետք է միացնի պրոստը
այն օբյեկտիվ գնահատականը, որտեղ գեոքաղաքականությունը գիտություն է, ինքը տալիս է այն աքսիոմատիկ իրավիճակը, որ տիրում է հիմա այն տարածաշրջանում, որը ուղղակի ներազդեցություն ունի մեր վրա, մեր հարևան առնվազն մեկ երկրի, սպառնում են միջուկային զենքով։ Պատմական որակավորման միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ են ընթանում, եզակի բնույթի։ Ըստ այդմ տեղի ունեցող հիբրիդային պատերազմ, որ ամեն հաջորդ այդ բանակցային ռաունդի նախանշաններն է սահմանում, ամեն էսկալացիան, ամեն շարժը կատարվում է մի երկրի դեմ, որը առնվազն 40 տարի, իսկ վերջին 7 տարիների ընթացքում ամենաառավելագույն պատմության մեջ երբևէ տնտեսական սանկցիաների տակ է գտնվում։ Ով սանկցիոն իրավիճակում կարողանում է բանակցել իշահ իրեն։ Այսինքն կա այսպիսի շահ, չէ՞, այսինքն կա պետական շահ, անկախ նրանից դուք ում հետույքում եք ուզում բնակվեք, ում հետույքն եք ուզում, որ նստի վարչապետի աթոռին, այդ ձեր գեղցի, գզիր վիճակ, այդ ձեր մեծապատիվ մուրացկան, փոքր մտածող, մանր տոտիկանող, բայց մեծ բրդող, ցավոք սրտի հիմնականում տղամարդկային, ցավոք սրտի հոգեբանորեն որևէ կերպ չամոքված էգոների շքերթում դուք պետք է ձեր մեջ ջիղ, ջանք գործադրեք, դուրս գաք մի պա այդ հետույքներից ու հասկանաք, որ գալիս է մի այնպիսի արհավիրք, որը եկավ Արցախի գլխին ուղակի որպես պրոբնա տրենիրովկա, իսկ սա հիմնական բոյն է ալնելու։ Ու որ դրան զուգահեռ բանակի շարունակական որակազրկումը, ինչ-որ բանակը որպես շահույթի աղբյուր որակավորումը, դեպի դա տանող օրենսդրական փոփոխություններ կատարելը, զինվորներից խամաճիկներ սարքելը, շատ զինվորականների բանտերում նստեցնելը, սրա նրա վրա մեղք բարթելը, դիմադիր դաշտը պարակտված, ֆրագմենտացված պահելը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից։ Դա արվում է, որպեսի Հայաստանը կուլ գնա, այնպես ինչպես կուլ գնաց Սիրիան։ Եվ ես ամեն օր ի տարբերություն ձեզ, որ զբաղված եք, բամբասանքներ, ձեր բարի բուն իմաստով, ձեր հետույքներից հանելով ու շպրտելով ազգի էկրաններին, դա ներկայացնելով որպես քաղաքագիտություն, ես հետևում եմ, ինչպես եմ վերաբերում Սիրիայի ազգաբնակչությանը, ով ունի կրթություն, ով սիրում է իր երկիրը, անպայման չի, որ քրիստոնյա է կամ շիա է, չէ, սուննի արաբներ։ Ինչպես են ճնշում այդ հանրությանը եւ ինչպես է մեր աչքի առջև մի ամբողջ այդ երկիր, որը շատ կարևոր է արևմուտքի տեսանկյունից, դեպի կենտրոնական Ասիա եւ այնտեղից ընդդեմ Ռուսաստան, ընդդեմ Չինաստան, ընդդեմ Իրան իրենց գործողությունների ռազմավարության համար, մի ամբողջ երկիր վերածում են պոլիգոնի։ Հայաստանը պետք է լինի պոլիգոնիկ, պուճուրիկ sense։ Ու իրանք ձեր ընտրություններին, իրանք չեն պատրաստվում, իրանք թքած ունեն, իրանք կայֆավատ են ըլլում ձեր վրա։ Այդ որ լոքշի մեջ ընգած հելնում եք ինչ-որ յանի մնդիմադիր պատգամավոր մանդատակիր, նստում եք էկրանների մոտ, տենց ոտներին գցած բորոջալով, շատ մակունցին եք հիշացնում, որ ասում էր Թուրքիան չի միանալու Ադրբեջանին, հիմա Թուրքիային, հիմա նաև մի ամբողջ իգիլական եւ Թահրիր ալ-Շամ խմբավորումներ, այս չհաշված այն ամեն ինչ որ իրանք ունեն օրինակ Սոմալիում, կամ Սուդանում, կամ Եմենի ինչ-որ մի հատվածում, կա տենց բան, կամ օրինակ Աֆղանստանում։ Դուք չունեք շռայլությունը, այս գեոքաղաքական իրողությունը չհասկանալու չունեք, այդ նշանակում է, որ դու ունես ատրճանակ քո գրպանում, քո վրա հարձակվել է մեկը, դու ատրճանակիցը չես օգտվում։ Նրանք պատրաստվում են պատերազմի, ոչ մեկ ձեր ընտրությունների հեքիաթին չի հավատում, իրանք չեն ուզում իմպիչմենտ լինի, որտեվ իրանք ուզում են հարձակվեն, դե իմպիչմենտ եղավ ուրիշ սաստավ եկավ, այդ հարձակումը չի լինելու, որտեվ ոչ մեկ ռուսական ռազմաբազային դուրս չի հանելու։ Իսկ իրաց պետք է ռուսական ռազմաբազան շուտ հանել, ասենք թե համապատասխան սեպտեմբերից սկսել է թեման տժժցնել, պետք է լինի մի քիչ ավելի շուտ տժժցնել, ոչ ոք Սիրիայում դեկտեմբերի 8-ին չէր սպասում կուդետա, ոչ ոք, մինչև հիմա շոկի մեջ են, ռուսները հատկապես, իրանց քթի տակ էր այդ սաղ կազմակերպվում, այսինց ամենը եկավ, այսինց իրանց քթի տակից տարավ իրանով սարքեց։ Հիմա դուք այս հիպիշը, որ սարքում եք իմպիչմենտի փոխարեն, ու նույնիսկ եթե ստավկեն դրել եք ընտրությունների վրա, նույնիսկ եթե գնալու եք ընտրություններ ահավոր անտի-ռեյտինգով, ահավոր, դուք նույնիսկ չեք անդրադառնում այն նույն խնդրին, որը գոյություն ուներ 2021 թվականին, ինչ են անելու արևմտյան դեսպանատները,
Կոկոլի համար, օրինակ Կոկոլը կարա տենց նվեր անի, ռուսական ռազմաբազան փակի, իրան ընտրեցնեն, հետո երբ որ կուդետա կլինի, ինչ որ միտեղ կգնա ինքը, իր անասուն քածի հետ միտեղ վեր կընկնի, իսկ հայ ժողովրդին կսպանեն, սիրիացիներին առևանգում են, խոշտանգում են։ Առնվազն 70,000 ալևի տղամարդիկ անհայտ կորած են, ոչ մեկ չգիտի որտեղ են, որ բանտերում են պահվում, ինչի համար են պահվում։ Մեկ ու մեջ ինչ որ սուննի արաբ են բանտից դուրս հանում, ինքը տենց պատմում է տանջանքների մասին, причем իրեն որպես սուննի արաբ են տանջել։ Այսինքն ինքը տենց չի դիտարկվում իրեն տանջողների կողմից որպես գյավուր։ Այսինքն թե ինչ որ մեկը գյավուր է, գնա գալիս եմ են անում։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի ռուսական ռազմաբազայի դուրսբերման վտանգի մասին չի խոսվում ժամկետային առումով եւ փաստարկված գեոքաղաքական զարգացումների առումով։ Ինչ չի խոսվում։ Նիկոլը ասում է, ես գնում եմ խաղաղության, մարդիկ գրում են, այ մենք գիտենք քո խաղաղությունը ինչ է, ես գիտեմ դու ինչ խաղաղություն Թուրքի հետ։ Բա շարունակությունը։ Գալիս է սաղ Հայաստանը տանի, սաղ Հայաստանը ոչ մեկի չի թողելու։ Ոչ Ռուսի հետ հաշվի նստելու, ոչ մի բան։ Սիրիայում Ամերիկան այսօր նշանակել է որպես իր հանձնակատար, Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, որովհետև շատ ծանոթ է քեյսին։ Իրենք էլ հենց աճեցրել են Ալ-Ջոլանիին։ MI6-ը, CIA-ը, Մոսադը միասին։ Եվ մինչև հիմա այդ կազմը, որ իրեն պատրաստել է եւ պատասխանատու է իրենից տերորիստ Ալ-Ջոլանիից դարձնել նախագահ Ալ-Շարա, որը դեմոկրատիա է բերելու եւ սահմանադրական բարեփոխումներ անելու, այդ ամբողջ կազմը, որ այդ image making-ով է զբաղված, ինքը նստած է հիմա Դամասկոսում նախագահական պալատում, այնտեղ են ապրում։ Իրանցից մեկը կին է, անգլիչան կա, մի օր հիջաբ է հագնում, մի օր էլ առանց հիջաբ է գալիս, ոնց ուզում գալիս է, ոնց ուզում գնում է։ Այնտեղ են բոլոր են նախկիններ, նորեր կոչվող են, որ 14 տարի իրար հետ իրար միս էին ուտում, չէին կարում գային մեկ ընդհանուր հայտարարի եւ այլն, իսկ դրսից խաղացողներ շատ կային, որ իրենց այդ իրավիճակում պահում էին։ Բաժանիր որ տիրես էին անում։ Իրանք լավագույն դեպքում արդեն Սիրիայից դուրս են, ինչ որ միտեղ են ապրում, լավագույն դեպքում։ Կա որ տուպը բանտերում են։ Կա որ արդեն սպանել են։ Պետական սեկտորի աշխատողներին բոլորին հանել են, աշխատավարձեր չեն տալիս, անցել են հիմա դատական ճյուղին։ Ուզում եմ ասեմ, դուք այդտեղ, երբ որ իրար միս եք ուտում, Facebook-ում իրար վրա ինչ ասես չեք անում, չեք գրում եւ այլն, տենց շատ ոգևորված։ Ու յանամ դուք մարդ գիտեք, ով որ բան գիտի, ով որ եսի ինչին գիտի, ով որ եսի ինչ, բայց ալարում եք սահմանադրությունը կարդաք։ Ալարում եք կողքի երկրի կատարվածը կարդաք։ Ձեզ ինչ որ մեկը որ բացատրում է, ասես չպետք է բացատրեն այս բեուշ, ձեզ թվում է դուք ինչ որ տենց VIP հոթելակյանքը, ու մարդիկ ձեզ պետք է տենց անընդհատ ինչ որ տենց ծառայություններ մատուցեն, էլի։ Դուք էլ գնա գալիս եմ թակավոր թագուհիներ եք եւ այլն եւ այլն։ Պրոստը ուզում դուք պրիզիմլիացա լինեք, որտե դուք պրիզիմլիացա չլինեք, Հայաստանի հետ շատ ավելի վատ բան է լինելու, քան այն ինչ որ արվել է Արցախի հետ, որտեվ Արցախը Հայաստան ուներ, իսկ Հայաստանը մի հատ ուրիշ Հայաստան չունի։ Ես ապշում եմ ինչն է այսօր օրակարգ։ Ինչի չեք խոսում ռուսական ռազմաբազայի գլխին կախված վտանգի մասին ու այն որ կարա այդ նույն Սիրիայի սցենարով անգամ եթե ռազմաբազան ընդեղ է անգամ եթե այդ ռազմաբազայի տարածքում ալևիներ սիրիացիներ ապաստարան են վերցրել որտեղ այդ բազան հսկայական է տարածքում կա քաղաքացիական անձնց համար կյանքի պայմանների համար նման քաղաքացիների ապահովման նորմալ իրավիճակներ կան նորմալ ապրելու հնարավորություններ կան պայմաններ կան բայց ուր պետք է գնան այդ մարդիկ Օղակը իրանց շուրջը սկսում է նեղանալ։ Ամեն անգամ, ամեն նոր հարձակման փորձ, intimidation այսպես ասած, ռուսական ռազմաբազայի դեմ, կտոր, կաթիլ, հատիկ, անընդհատ աշխատում է։ Ինչպես խաղաղապահների դեմ Արցախում։ Ի վերջո դուրս են հանելու, որտեվ ի վերջո այնքան են կոտորելու, այնքան են առևանգելու բնիկներին, որ ասան այստեղ բնիկ չի մնացել է ինչ ես անում։ Այդ սցենարը շատ ոնց է, не то что լուրջ է, այդ միակ բանն է, որ կատարվում է Հայաստանի հետ։ Ոչ ձեր ընտրություններն են տեղի ունենում, ոչ իմպիչմենտը, միակ լեգիտիմ հնարավոր մեխանիզմն է այս ամեն ինչը ուրիշ ճանապարհով տանելու։ Միակ, ուրիշ ճանապարհ չկա։ Ում հետույքը ուզում եք պաչեք, կերեք, չգիտեմ, վախտին Նիկոլինն եք ուտում, հիմա մի հատ չգիտեմ Նիկոլը իր ուտողները ունի, այն մյուսը իր ուտողները ունի, կերեք,
Կերեք, դրանով զբաղվեք, բայց դրանից գեոքաղաքական իրավիճակը չի փոխվում։ Գեոքաղաքական իրավիճակն է ձեզ դրել այդ ուտողի կարգավիճակում, որպեսզի գա երկիրը տանի ազգաբնակչության ոտքի տակից։ Ու դուք էլ չունենաք հայրենիք, որ հետո Մոսկվայում կլիպներ նկարեք, ասեք Արմենիա, Մայա, Զագարամի Արարատ։ Արարատը բերեք, որ Զագարամի Արարատ չլինի։ Ես հելնես տնս Արարատի փեշին ես ուղիղ։ Okay? Փոխարենը դաշտ են բերվում թեմաներ, որոնք այդ գեոքաղաքական իրողության հետ որևէ առնչություն չունեն։ Ինչ որ անձանց ինչ որ հաշվարկների հետ առնչություն ունեն, ինչ որ կուտոկների, թայֆեքի ինչ որ խնդիրների հետ առնչություն ունեն։ Մարդկար եկել էր իմ չաթում գրել էր, այդ Էդմոն Մարուքյանը տենց ասեց իմպիչմենտը եսի ինչ եղավ, ոչ մի բան չի եղել իմպիչմենտ։ Էդմոն Մարուքյանը ոչ մի բան է։ Դավաճանա, Արցախ հանձնած դավաճանա, Թավի շարած դավաճանա։ Այդ ապուշ բաները կարելի է չգրել, կարելի է ապուշ բաներ չասել, կարելի է ապուշ բաներով չզբաղվել, կարելի է, չէ՞։ Չի կարելի։ Կարելի է, չէ՞, թայֆաբազությունը առաջին պլան չբերել եւ չներկայացնել, որ դա մեր ամբողջ հայրենիքի, չգիտեմ, ինչ որ տենց գլխավոր թեման է։ Դա գլխավոր թեմա չի։ Մի անգամ այդ ձևով դուք Արցախ եք հանձնել, այս անգամ Հայաստանն է հանձնվում։ Ես միայն ուզում եմ հասկանամ ընդդիմությանը ուրա վարչապետի միասնական թեկնածուն ինչի որտեղ է ու ձեզնից ով այդ ձեր ապուշ բաները որ տենց գրում եք մարդկանց վրա հարձակվում եք եւ այլն նետի մի կողմ դրեք ինձ բացատրեք կա ձեզնից մեկը ով որ ունի հստակ երաշխիք որ կոկոլիկը մինչեւ ձեր 2026-ի Զավյատնայի միջտան թազա մանդատներ վերցնել պարլամենտում վերընկնել ոչինչ չանելը ռուսական ռազմաբազան փակել չի տա Կամ որ հենց կոկոլիկը իշխանության չի մնա։ Ունեք տենց երաշխիք։ Որտեւ արևմուտքը, օրինակ, անցյալ շաբաթ մենք ականատես եղանք հետարքիր ընտրությունների Ռումինիայում, որտեղ գլխավոր շատ բարձր ռեյտինգ ունեցող օպոզիցիոն լիդերը, դիտարկված որպես ավելի պրոռուսական հայացքներ ունեցող, ուներ շատ մեծ աջակիցներ, հսկայական թվով, տենց բանի շատ կերազեր լյուբոյ ընդդիմադիր այսօրվա Հայաստանում։ Հստակ առաջատար դիրքերում գտնվող բարձր ռեյտինգ ունեցող կանդիդատ, բայց արևմուտքին պետք էր մի հատ ուրիշը պուպսիկ էր պետք իրանց։ Իրանց Նիկոլա պետք։ Բացի բաց Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գաղտնի ծառայության ղեկավարը գտնվում էր Ռումինիայում եւ կառավարել է այդ ամբողջ process-ը ըստ որի հաղթած է ճանաչել սահմանադրական դատան, причем այդ օպոզիցիան գնացել բողոքարկել է Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքները, Սահմանադրական դատարանը ասել է, որ այն մյուս կողմն է հաղթել։ Այսի հələ դաժե չառնված Սահմանադրական դատարանում։ Այսինքն, եթե արևմուտքը ուզում է օրինակ ռուսական ռազմաբազան փակած կոկոլին նվեր անի, ինքը չի նայելու դուք իրար հետ ինչ ասեցիք, որ թվին, ով, ինչի, вообще։ Կամ հարգելի կյաժոներ, չի նայելու դուք ինչ ձևով եք մոտենում այս խնդրին եւ այլն եւ այլն։ Չի նայելու։ Իրան պետք է այս ինչը տեսնում է որ դուք այդպես ձեզ Սիրիայի պես եք պահում ինքը այդ արդից օգտվելու է կոկոլն ու կեկելն էլ ասել են մենք ձեր ուզած մարդն ենք ու ձեզ ոչ մեկ չի նայելու ձեզ ոչ թե այս ինչը որ այդպես քրվում եք դու այսքան տոկոս ունես չէ դու այսքան տոկոս հանգիստ նստեք տեղներդ Իրանք ում ինչքան տոկոս պետք է կխփեն այդ է օրիգինալ տոկոս խփողը արևմուտքն է Поэтому այն ինչը որ դուք յանիմ լոբինգ եք անում Մոսկվայում ու յանիմ էլիտա եք ինքը պետքա ասենց մեկ սիգնալով լինի ինքը պետքա մեկ մեսեջը լինի ինքը չպետքա իրար տակ փորոցի լինի Այդ շատ է էլի ձեզ Մոսկվան կարևոր իսկ ինձ թվում է որ պետքա իմպիչմենտ անել պետքա ազգանազատագրական պայքար անել ռուսական ռազմաբազա փակելու մասին вообще չպետքա խոսույթ ֆռա Հայաստանում ու մի գեղի մի փոքրիկ ընտրություն չպետքա ներկայացի որպես oh it's a success rate or whatever it's not Որտեւ իշխանության մնում է անասունը մնում է անասունի կուտոկը
Ու էլ մարդկանց կարևոր չի, դա կամա ստացվեց, ակամա ստացվեց, ոնց ստացվեց։ Դա նույն օրինաչափությունը 2020 նոյեմբերի 9-ից ի վեր բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում։ Մեկու մեջ յանի ընդդիմադիր կա, դա մի քիչ ժողովրդավարություն է պետք է ապահովել։ Բայց այն ինչ որ ռազմավարության առումով պետք է մեզ գեոքաղաքականորեն ամբողջապես վերածի այդ պոլիգոնիկի, որը ենթադրում է ռուսական ռազմաբազայի բացակայություն եւ դնում է ուղակի վտանգի տակ թուրքերի դեմ։ Իսկ թուրքերի հետ ինչքան էլ ուրեմն թավշյա իշխանություններ, ինչքան էլ դուք ղզղնեք թուրքերի հետ հանդիպելուց, ձեզ սարեր ձորեր խոստանան, ջեբները դաժե տենց թուրքի տված փողեր ա ֆռռում, ես այդ հասկանում եմ, մի քիչ կամած ղզղնեք, որովհետև դուք 100% Գրիգոր Զոհրաբից ավելի cool մարդիկ չեք, ոչ ավելի խելացի եք, ոչ ավելի շնորհքով եք, ոչ ավելի հարգված եք, ոչ մի Զոհրաբ չեք։ So ոնց ասեմ, ձեզ ինչ-որ մի ձև անհետացնել է, ոնց որ Սիրիայում են, 70,000 հոգի մարդ անհետացած է, իրենց համար զապրստը է։ Ուզում հասկանամ ձեր լոքշի աղբյուրը որտեղ է, դուք ինչ եք ծխում, որ տենց երազներ եք տեսնում գունավոր, я это не понимаю. И не собираюсь, потому что այդ ձեր մտածելակերպը, ձեր մոտեցումը, դա հիվանդության ախտանիշ է։ Դա ինքնասպանություն է, դա համազգային ինքնասպանության է տանում ամբողջ ժողովրդին, որի էլիտան ոչ բարով դուք եք։ Այս ազգի, մեր ազգի էլիտան մնում է վիճակագրորեն ժեղ կարգավիճակում, որտեղ չի ուզում աճի, չի ուզում զարգանա, չի ուզում կուտոկային թայֆաբազ վիճակից վեր բարձրանա տեսնի պետություն։ Իսկ այն հատվածը, որ տեսնում է, կամ թեկնածու առաջադրեք, կամ հերիքա էլի, հորս արև հերիքա։ Առաջադրեք թեկնածու ու գանյա տարեք սաղին։ Որտեւ այդ ժամանակը մենք չունենք։ Մենք պրոստը ժամանակ չունենք։ Ու ես երբեք լայվ չեմ անում, հանուն լայվ անելու կամ խոսալու։ Ես իմաստ չեմ տեսնում այս սաղ կրկնելու։ Ես իմաստ չեմ տեսնում այդ կապիկային այդ ապուշությունները, որ կազմակերպվում է։ 2010-ին ես զանգեցի, բադախ թավի շարեցի Հայաստանում, Հայաստանի գլխին փորձանք բերեցի, հետո Արցախը հանձնվեց, հետո ընտրության գնացի, հետո Արցախը հանձնվեց, հիմա էլ եմ ուզում ընտրության գնամ, Հայաստանն է կհանձնվի, աշկս լուս։ Ով որ այս ամեն ինչը կիսում է ու ղզղնած է իր գուրքով, ղզղնեք նա здоровье, այտենց լիքը ղզղնածներ կոկոլով են ղզղնած, ձեր մեջ էլ կա, դուք էլ եք կոկոլով ղզղնած եղել։ Դրանից ճշմարտությունը, իրողությունը գեոքաղաքական չի փոխվում։ То есть սխալ ձևի է, կարակ այն ուղղությամբ ղզղնեք, որտեղ փոփոխություն է տեղի ունենում, իտոգում մենք ունենում ենք մեծ հայրենիք։ Այդ ձեր ընտրությունն է։ Ձեր ընտրությունն է։ Ու խոսել փլուզվող, կործանվող, վերջացող երկրում ինչ-որ ռեյտինգից, էդի ոնց ասեմ, էլի։ Գեոքաղաքական առումով գիտության շատ մեծ նշան է, ցավոք սրտի։ Մեծ ողբերգության նշան է։ Սա է այսօրվա լայվը, ես այդքան հաճախ չեմ անի լայվ, մինչև ես չտենամ ուրա թեկնածու, ուրա զարգացում, այսօր այս ամեն ինչը գնում։ Չկա թեկնածու, սաղն են ցանթանում կակբուտը ինչ որտես նախընտրական քաշքշուկներ եսի մինչերա, սպասեք թուրքին։ Ինքը սիրում է գալ անսպասելի, գիշերով ու շատ արագ։ Ոնց որ եկավ դեկտեմբերի 8-ին Սիրիայում ու ես քնած չէի, միջև չեմ կարող քնեմ, որտեվ այդ խեղճ մարդկանց, այդ խեղճ կանանց պրոստը պագալովն է։ Հատկապես սիրում են առևանգել մայրեր, ովքեր ունեն մատխաշ աղջիկներ։ Հետո տարատեսակ կտանքների ենթարկել խոշտանգումների, տեսանյութեր սարքել, տարածել։ Երբեմն վերջում զոհը մեռնում, սպանում են։ Լավագույն դեպքում անհետանում է կարող է ինչ-որ միտեղ մեկին ծախել են։ Այն իրողությունը, որի հետ ես գործ ունեմ, դա ես ուրիշ իրողություն, ոնց ասեմ, ասում եմ իմ սև դար ձեր վարդագույն տրուսիկ, ձեր ընտրությունները վարդագույն տրուսիկ են։ Դրա չգիտեմ, էլ ինչ-որ շատ բարձր դոզայի պլան է պետք քաշած ուռած լնել, որ դրանից կայֆ ստանալ ու չտեսնել այդ աղետը, որը գալիս է դեպի ստեղ, դեպի Հայաստան, դու ստեղի կգա կհասնի։ Այսքանը, շնորհակալ եմ, մերսի, հաջողություն։